Ում ես երազում Ում ես կանչում ծիծաղով Երբ նայում ես հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով քո հույսով Քո աչքերով եմ երված Գալիս ես դու Գալիս ես Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Վաճառվում է առանձնատուն։ Շքեղ առանձնատուն օրավարձով։ Վաճառվում է կոմերցիոն հողատարածք։ Տարածք բացօթյա միջոցառումների համար։ Մանուկ, ես ոնց եմ գտնելու այն ինչ պետք է, եթե չես ասում ինչ ես մտածում։ Մտածել մի պարզ բարության մասին, չարիքի անտակ օվկիանոսի մեջ, տրվել ալիքին ու քշվել քամուց, շարժվել միշտ առաջ, բայց միշտ գնալ։ Այո, գտա։ Ինչ գտար որ։ Այս ռեստորան օրեր առաջ մրցույթ հայտարարել գովազդի համար, որն էլ շահելա սուպերմեն գովազդային կազմակերպությունը։ Այս նորմալ կազմակերպություն էին, թող իրեն այդ ընկերության համար մի նորմալ անուն մտածեին։ Այդ հապավումա ձայձավ են կոչվում սուպեր մենեջմենտ։ Իրականացումն էլ վստահված է այս գովազդային գործակալին։ Սենց ոնց տայմ եմ դուք էլ պակաս գովազդային գործակալներ չեք։ Կարող եմ ձեզ օգնել։ Ուղղակի թափթփված եմ փոզրանքում։ Ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի մի քիչ ուշադիր եղեք, լավ։ Մերսի։ Պարոն աղայան, ճիշտ է ասում էլի, մարդիկ բրենդ են ուզում, բրենդ։ Դու ռոման եղվել ես։ Տեսեք, պարոն աղայան, խելացի ֆերմաներից մինչև IT ոլորտ։ Հա, շատ լավ է։ Ինչի մեջ էլ դրամ դնենք, դրամ բդիշինենք։ Որ դնենք, բրենդ, պարոն աղայան, բրենդ։ Քանի ձեզանից բրենդ չենք սարքել, մարդիկ մեր հետ գործ չեն ունենա։ Արա, չեմ հասկնա։ Փողը գտնես, փող դիշինես։ Բոլոր օրենքով է, չեմ հասկնա, ինչ է խնդիրը։ Պարոն աղայան, հեռախոսի ֆունկցիան էլ են, որ զանգ տաս ու զանգ ստանաս, բայց մարդիկ նախընտրում են բրենդը։ Ես չախ պարավ մարդ եմ, ինչը պետք է բրենդ սարքես։ Մենք ուսումնասիրել ենք ողջ շուկան, ինչպես նաև համաշխարհային բոլոր տրենդները ու վստահ ենք, որ այս տարբերակը կլինի լավագույնը։ Տեսեք, ծնունդներ, կնունկներ, հարսանիքներ, դրանք արդեն հին են, նաշուկ, ռաբիզ եթե կուզեք։ Հիմա մարդիկ նոր բաներ են ուզում։ Բայց ձեր ավակ մասնագետը ոնց որ մի քիչ ուրիշ սցենար էր պատմում։ Նախկին ավակ մասնագետը։ Պարզվեց ինքը այդ սցենարը ինչ-որ տեղից թխել է։ Ու դրա համար էլ հիմա ինքը նախկին։ Տեսեք, այս հոլովակը լրիվ ուրիշ որակի է լինելու, ավելի եվրոպական, ավելի ճոխ, ավելի դասական։ Դե համարյա Նիդերլանդների թագաժառանգի հարսանիքի պես մի բան էլի։ Դե այնտեղ մի երկու գեղո բաներ կար, բայց մենք դրանք չենք անի։ Չէ՞։ Չէ։
Մենք պիտի ստեղծենք այնպիսի հոլովակ, որ յուրաքանչյուրը ցանկանա դրա մի մասը լինել։ Իսկ այս տեղը կարա դառնա Էֆելյան աշտարակի նման մի տեղ, որ յուրաքանչյուր մարդ երազի գոնե մի անգամ գա այստեղ։ Հա, այս սցենարին ավելի է դուր գալիս։ Ասում եք շքեղ, տենց ճոխի մեջ է լինելու։ Դուք տենց բան մենակ կինոներում եք տեսել։ Այդ սովորական ավանդական սյուժեի փոխարեն կլինի, ասենք, ինչ-որ բարձրաշխարհիկ, բարեգործական հիմնադրամի շնորհանդես։ Բարեգործական։ Մարդիկ բարեգործություն սիրում են ու կասոցացնեն ձեր հետ։ Գտանք երեքեք ոնց շուտ չենք մտածել, ապրես կարին է։ Երբ ենք սկսում։ Մենք արդեն սկսել ենք։ Զայձավ են գնանք։ Voilà. Հա, որ։ Vamos. Ça va bien. Լավ։ Դե վարձակալվող թանկարժեք մեքենաներ, մասսայական տեսարանի դերասաններ, ճոխ հյուրասիրություն, շքեղ հագուստներ ու թանկարժեք հրաշալի դիզայն։ Դրա համար էլ բյուջեն մի քիչ շատ ստացվեց։ Էլ չեմ ասում մեր ռեժիսորի ու գլխավոր դերակատարի մասին։ Հոլիվուդից։ Այլանդակ տաղանդավոր դեմքա ուղղակի մի քիչ բզիկներ ունի, չարժե գործի ժամանակ աչքին երևա։ Նորմալ է։ Մենք էլ չենք սիրում, որ մեր գործի ժամանակ մեզ խանգարում են։ Անկեղծ եմ ասում, ձերպես adekvat հաճախորդների կարոտ ենք մնացել։ Մինչ առաջարկին ասնել եք ուզենամ ձեզ ներկայացնել։ Աշխարհահռչակ ֆրանսիացի կինոռեժիսոր Ժիլ Բրուդո ժամանել է Հայաստան ֆիլմ նկարելու համար։ Շատ հաճելի է, պարոն Բորդոյի։ Բրուդո։ Մեկը հաճելի է, նստեք։ Montel. Enchanté de faire votre connaissance. Ինքն էլ է շատ ուրախանալու համար։ Լավ, լսում եմ ձեզ։ Մենք առաջարկում ենք ձեզ մեր ֆիլմում նկարել ձեր լավագույն մեքենաներից ամենալավագույնը։ Փոխարենը մենք մեր ֆիլմում կցուցադրենք ձեր ընկերության տարբերանշանը եւ կհնչեցնենք ձեր ընկերության անվանումը։ Մի խոսքով գովազդ, որի մասին չէիք էլ երազել։ Հա, բայց այդ ձեր կինոն նորմալ կինո է, չէ՞։ Խուժան բաներ չի լինել, չէ՞ ավտոյի մեջ։ Ձեր բախտը բերեց, որ ինքը հայերեն չի հասկանում, թե չնեղանալու էր ձեզանից։ Իրա ֆիլմերում տղեն ու աղջիկը նույն մեքենայի մեջ իրար կողք չեն նստում։ Այդ ուրիշ բան։ Լավ բան ես ասում, գիտես, իսկ կարաք նենց նկարեք, որ այդ ձեր կինոյի տղեն շատ կարևոր տեղ գնալու համար լավ մեքենա է ման գալի ու չի կարա գտնի։ Ու գալիս է հենց մեր օֆիս, որ օֆիսը բաներևա։ Իսկ դուք մեր սցենարը կարդացել եք։ Չէ, ես լիքը տենց կինոներ եմ տեսել։ Մեր սցենարում հենց տենց էլ գրված է։ Je vous aime, je vous adore։ Oh là là. Ոնց։ Welcome to Armenia, господин Бордой. Բրուդո։ Bonjour.
շատացնում ես նազերը Քո աչքերում արևն է շողում Դու նայում ես ու շոյում ես մազերը Աղբյուրի պես ծիծաղում Ես չգիտեմ թե որտեղից դու եկար Կանաչ կարնան ծիծեռնակի պես Դու չկայր ու իմ սրտի մեջ սեր չկար Հիմա սիրոցով եմ ես Գալիս ես դու Գալիս ես Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Իմ կյանքի հարավոր Մի անգամից երևում է ով է այսօրվա արքայազն է։ Ըստ գահավնիս։ Քիչ մել կնախանձիմ։ Ես իմ կարս է Լոս Անջելես, մենակ իմ ես սև գույնը։ Շարժվեցինք։ Բարև ձեզ։ Կներեք նկարներս որտեղից կարող եմ վերցնել։ Կներեք, բայց հարցը չհասկացա։ Դե ամեն անգամ ես արագաչափերի տակ նկարվում եմ, զյուկս է համարներ չունի։ Չգիտեմ ուր են ուղարկում։ Արգելի քաղաքացի, մենք պարտավոր ենք ձեր տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Արգելի ոստիկան, դուք տակև առաջ պիտի բռնեք տվյալ տրանսպորտային միջոցը։ Զավեն ինչի ենք կայնի, ում կսպասեն։ Ուղեկցող ոստիկաններին կսպասենք։ Մեր ճապան կբանան։ Բա ոնց։ Okay։ Հա, էս էլ իրենք։ Շատություն 3 ու 4 Չէ, մի րոպե, ստոպ, ժողովուրդ, ստոպ Ուրեմն տեսեք, նենց տպավորություն պետք է լինի, որ այս անձնավորությանը դուք միշտ երազել եք տեսնել Ավելի սիրուն, ավելի սպասված ու ավելի ոգևորված Մեկ անգամ էլ, խնդրում եմ 3 ու 4 Ավելի Այ, ժպտացեք, ավելի Ժպտացեք, ապրեք, ծապերը, ավելի ոգևորված Այ դու գեղեցկուի, ժպտացեք, նայեք ինձ սիրուն ժպիտ ունեք, ավելի սենց ժպիտով, էներգիա, դուք էլ, խնդրում եմ Ավելի Ապրեք, բրավո Սիրունս, դուք էլ, ժպտալով, բոլորը ժպտում ենք Ավելի ոգևորված, ևս մեկ անգամ, բրավո Շատ լավ, բրավո Զավեն, ես ոստիկատի ինչ կասի, որ չեմ հասկանում։ Ասում է աչ քաշեք կանգնեք, որ մենք հանգիստ տեղ հասնենք։ Թե չէ ամբողջ օրը խցանումներն են։
պատրաստ, գնաս ծափերը։ Ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչը ըստ պլանավորածի։ Պարոն Աղայան, խմենք։ Sure. Նախարարն իրակին է։ Բարոն Աղայան, բարև ձեզ։ Շնորհավորում եմ։ Մանուկ ջան, ո՞նց եք։ Շնորհակալություն։ Ուրախ եմ ծանոթանալու։ Մերսի։ Ինչ-որ կարևոր նախարար է։ Բարև ձեզ։ Բարև, բարև։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Thank you. Merci. Պեկից են։ Պետ եկամուտների կոմիտե։ Okay. Անուկ ջան, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Նախագահականից եմ։ Մի խոսքով Պեկից, հարկայինից, բոլոր այն տեղերից ու մետ մենք ժամանակ առ ժամանակ պետքա գործ ունենանք, բոլոր կառույցներից այստեղ մարդիկ կան։ Молодец. Կներես, բայց Աղայանին պիտի տեսնեմ։ Պարոն Աղայան, ծանոթացեք, պարոն Թևանյանն է։ Խորեն Թևանյան։ Սոլոմոն Աղայան։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության Անդրկովկասի տարածաշրջանային անվտանգության հատուկ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է։ Մի խոսքով, այստեղ բացի մեզանից էլի կարևոր մարդիկ կան։ Թույլ տվեք ներկայացնեմ իմ հաջողությունների գլխավոր թալիսմանը։ Տիկին Թևանյան։ Բարև, շատ ուրախ եմ։ Շատ։ Վստահեցնում եմ, պարոն Աղայան, ամուսնությունը իմ կյանքի ամենակարևոր եւ ճիշտ ներդրումն է եղել։ Պարոն Թևանյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ ներկա գտնվեցիք։ Շնորհավորում եմ։ Հա, thank you. Thank you, merci. Ձեզ բարի ժամանց։ Մեզ շատ պետքական մարդիկ։ Hey, այդ աղջիկը ո՞ր է։ Որ մեկը։ Սև հագնված սիրուն աղջիկը։ Ես ինչ իմանամ ով է։ Ես վիրետամ ծանոթ։ Պարոն Աղայան։ Հա, Հիմա կարող ես ամեն ինչ փչացնել։ աղջիկը մեծ ծանոթանամ ես եկից վրի փչանա։ Տեսեք, այս են դեպքն է, որ պետք է կանայք ձեր հետ ծանոթանան, ոչ թե դուք իրենց։ Լավ, նստեք հիմա գտա։ Ալո։ Անկոչյուր ունենք։ Թագուին ստեղա։ Միակ տարբերակը, որ կարա գալը հիմնավորի, է տենա, որ համաձայնվել է իմ ասած պայմաններին։
Քո ասած ավելի շատ ֆանտազիա է հիշեցնում, իսկ թե տարբերակ։ Որ խնդրեմ տարածքը կազատեք, որովհետև տեսնում եք, որ ձեր փոխարեն ինչքան տեխնացիներ կան։ Փաստորեն սրանցով ես որոշել ինձ փոխարինել։ Մանուկ հիշիր։ Ես երբ որ ուզեմ, աղայանին ձեռքիցդ կտանեմ։ Ուրեմն ստիպված եմ քեզ հիասթափեցնել, որովհետև աղայանը ձեռքումս չի, աղայանը արդեն գրպանումս է։ Հարգելի հյուրեր, խնդրում եմ 1 րոպե ուշադրություն։ Նախ շնորհակալություն, որ այսօր երեկոն որոշեցիք անցկացնել մեզ հետ։ Ուզում եմ, որպեսզի բոլորը շատ բարձր ողջունենք Միացյալ Նահանգներից հատուկ ժամանած մեծ բարերար, մեծ հայրենասեր պարոն Սողոմոն Աղայանին։ Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Սողոմոն Աղայան բարեգործական հիմնադրամի շնորհանդեսն է եւ մաղթենք այդ հիմնադրամին բարի ընթացք։ Սողոմոն Աղայան։ Thank you. Եվ մաղթենք այդ հիմնադրամին բարի ընթացք։ Սողոմոն Աղայան։ Էսի ձուկ չի, էս ամբողջ մի վտար է։ Լավ չի։ Այդ նշանակում է մանուկը շուտով փողերը կտա։ Այս անգամ ես ամբողջ որսն եմ ուզում։ Ճիշտ է, իմ նախատեսվածից մի քիչ թանկ ստացվեց, բայց հուսով եմ վերջնական արդյունքը տեսնելիս չեմ փոշմանի։ Վստահ եղեք։ Դե ոնց պայմանավորվել էինք, գումարի կեսն էլ վերջնական հոլովակը տեսնելուց հետո։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Հաճելի էր։ Ամեն դեպքում կարծում եմ կարելի է թագուհուն մի քիչ շատ փող տալ, որ համաձայնվի։ Հա, բայց դրա մասին կարելի է մտածել այն ժամանակ, երբ որ Աղայանը ուզենա ամուսնանա։ Աղայանը խելքը գլխին մարդ է, այնի ամուսնացողը չի։ Չամուսնացող չկա։ Լավ ամուսնացնող է պետք։ Այսօրվա ներկայացումը կարելի է գրանցել Գինեսի գրքում։ Էս էլ բոնուս ռեստորանից։ Դեռ ոչ մի ներկայացում առաջի գործողության ժամանակ այսքան գումար չէր աշխատել։ Բոլորի շնորհավորում եմ։ Ամեն ինչ համարյա անցավ անթերի։ Սկզբից ինձ թվաց, թե ինչ-որ բան է փոխվել։ Ու դու ես հրավիրել թագուհուն։ Չէ, բայց հիմա պետք է ավելի ուշադիր լինել, որովհետև թագուհին ամեն ինչ ամեն վայրկյան կարա փչացնի։ Ես տենց էլ գիտեի, որ ես հրաշալի օրը ինչ-որ բան փչացնելու է։ Այդ ինչ-որ բանն էլ մենք ենք, հա։ Չէ, ինչ-որ բանը եզակի է։ Դուք երկուսով եք։
Լսի, ինչ ես կարծում։ Մեծ ձուկ բռնելու համար ոչ չափսն է հարկավոր, հմ։ Ոչ մեկը։ Ճիշտ ես։ Որովհետեւ ձուկ բռնելու համար պետք է ոչ միայն կեռիկ, այլ նաև կարտ եւ պարտադիր խայծ։ Ու մի քիչ էլ համբերություն։ Ճիշտ ես։ Որը ես ցավոք սրտի չունեմ։ Ու հիմա ինձ կարող ես ասել, ինչ անի այն մարդ, ով սիրում է ձուկ ուտել, բայց ձուկ բռնելու համբերություն չունի։ Դե ձուկը առնում է ուրիշից։ Մենք ոնց որ սկսում ենք իրար հասկանալ։ Բայց ձկնորսներ էլ կան, որ իրանք իրանց բռնած ձուկը չեն վաճառում։ Իրանք են ուտում։ Լսի, գիտես նորից մտքովս անցավ, որ ես պատրաստ եմ ներել քո բոլոր պարտքերը։ Պարտքերը չեն ներում։ Ուղղակի փոխվում են դրանց վճարման եղանակները։ Աղանի տալիս ես ինձ, ու մենք էլ որևիցե խնդիր չենք ունենա։ Ոնց պայմանավորվել էինք։ Ես պարտքս միջև ամսավերջ կտամ։ Տալու եմ։ Առայժմ։ Կարող է կենտրոն իջնող լինի ինձ էլ։ Ես վարկյանից սկսած, ես սրա ամեն մի քայլից պետքա տեղյակ լինեմ։ Երբ քնեց, երբ արթնացավ, ինչ կերավ, երբ զուգարան գնաց։ Հասկացաք։